Հարգելի գործընկերներ, ազգային ժողովրդավարական բևեռ համայնքական կուսակցության ներկայացած տեխնացուների ցանկից 3 տեխնացուի ապրիլի 30-ի մեր որոշմամբ տրվել էր 48 ժամ փաստաթղթերը լրացնելու նպատակով, փաստացի 1 տեխնացուի փաստաթղթերը լրացվել են, 2-ի դեպքում փաստաթղթերը չեն լրացվել, այդ իսկ պատճառով մինչ կուսակցության գրանցման հարցին անդրադառնալը ես ներկայացնեմ առարկությունը ազգային ժողովրդական բևեռ համայնքական կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի գրանցման վերաբերյալ ես ընթերցեմ Քննարկելով ազգային ժողովրդական բևեռ համայնքական կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված քաղաքացի Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի որպես ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի տեխնացու գրանցումը մերժելու վերաբերյալ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վահագնովական 2020 թվականի մայիսին 3-ին ներկայացած առարկությունը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզեց ազգային ժողովրդական բևեռ համայնքական կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված է քաղաքացի Ջուլիետա Բորիսի Ստեփանյանը ազգային ժողովրդական բևեռ համայնքական կուսակցության դիմումի կից ներկայացված փաստաթղթերում Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի վերաբերյալ փաստաթղթերից բացակայում է հայերենի տիրապետելու հանգամանքը հաստատող փաստաթղթի պատճեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենքի Հայաստանի Սահմանադրական օրենքի այսպես ընտրական օրենքի 84-րդ մասը սահմանում է Ընտրություններին մասնակցության դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու համար ներկայացված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, քերծվածքներ, վրիպակներ հայտնաբերելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարտավոր է այդ փաստաթղթերը ներկայացնողների ուշադրությունը հրավիրել դրանց վրա, շտկելու նպատակով, ինչպես նաև նրանց ներկայությամբ ինքնուրույն ուղղել ներկայացված փաստաթղթերում առկա ակնհայտ սխալները, վրիպակները։ Հանձնաժողովը իրավունք չունի չընդունել ներկայացված փաստաթղթերը միայն այն պատճառով, որ դրանք պարունակում են նման սխալներ, ջնջումներ, քերծվածքներ կամ վրիպակներ։ Սույն մասի դրույթները չեն կիրառվում փաստաթղթերում տեղ գտած այնպիսի սխալներ, ջնջումներ, քերծվածքներ, վրիպակներ շտկելու կամ այլ թերություններ վերացնելու նկատմամբ, որի իրավունքը օրենքով վերապահված է այդ փաստաթղթերն ընդունած կամ տրամադրած մարմիններին։ Ներկայացված փաստաթղթերում սույն մասի երկրորդ պարբերություն նշված անճշտությունների կամ դիմումի կից ներկայացված փաստաթղթերի թերի լինելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը 48 ժամ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կից ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար։ Այդ ժամանակահատվածում ընտրությունների մասնակցության կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրությունների մասնակցության կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը մերժվում է, իսկ տեխնացուի վերաբերյալ անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում ընտրական ցուցակում ընդգրկված տվյալ տեխնացուի գրանցումը մերժվում է եւ նրա անունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով համում է ընտրությունների մասնակցության կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից։ Վերոնշյալ իրավական նորմերի պահանջների համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի ապրիլի 30-ի Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին առաջադրված ազգային ժողովրդական բևեռ համայնքական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի տեխնացու գրանցելու համար ներկայացված փաստաթղթերը լրացնելու համար 48 ժամ տալու մասին թիվ 52 որոշմամբ ազգային ժողովրդական բևեռ համայնքական կուսակցությանը տվել է 48 ժամ բացակայող փաստաթղթը ներկայացնելու համար։ Ժամկետը լրացել է 2026 թվականի մայիսի 2-ին ժամը 10:00-ին եւ տրամադրված ժամկետում Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի վերաբերյալ հայերենին տիրապետելու հանգամանք հաստատող փաստաթղթի պատճենը կամ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից տրված տեղեկանքը չի ներկայացել։ Նշված փաստաթղթի ներկայացման պահանջը սահմանված է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով եւ նպատակ է հետապնդում հավաստելու ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին մասի պահանջների կատարումը։ Ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի առաջին մասը սահմանում է ազգային ժողովի
պատգամավոր կարող է ընտրվել 25 տարի լրացած, վերջին 4 տարին Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունը մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող եւ հայրենին տիրապետող յուրաքանչյուր որբ։ Ընտրական օրենսգրքի 86-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է ընտրական ցուցակում ընդգրկված տեխնոլոգիայի գրանցումը, եթե նա չունի ընտրվելու իրավունք, նրա վերաբերյալ չեն ներկայացել բոլոր փաստաթղթերը կամ ներկայացված փաստաթղթերը թերի են կամ կեղծված։ Տեխնոլոգիայի գրանցում մերժելու դեպքում տեխնոլոգիան կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգով համում է ընտրական ցուցակից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ ազգային ժողովրդական բևեռ համակարգ կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հերթական համարում ընդգրկված պատմող տեխնոլոգիա Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի գրանցումը ենթակա է մերժման, քանի որ բացակայում է ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով նախատեսած փաստաթուղթը վերագրյալի հիման վրա եւ ղեկավարել 84-րդ եւ 86-րդ հոդվածներով պահանջելով Հայաստանում կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ազգային ժողովրդի բևեռ համայնքական կուսակցության ընտրական ցուցակի 93-րդ հետական համարում ընդգրկված պատգամավոր տեխնոլոգիա Ջուլիետա Բորիսի Ստեփանյանի գրանցումը մերժել, որոշում ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու պահից եւ որոշում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացիային 3 օրվա ընթացքում։ Հարգելի գործընկերներ, ես ներկայացրի առարկությունը, ինչպես հայտնի է 86-րդ հոդվածի